Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի առազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամենքը տալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր ավագ հինգշաբթի է եւ հիշադակն է Սուրբ հաղորդության խորհրդի հաստատման։ Երբ կգարտանք ավետարանները, ավագ հինգշաբթի ցերեկվա մասին անոնք ովև մեկ բան չեն պատմեր։ Միակ բանը, որ կպատմվի այն է, որ Հիսուսի աշակերտները կմոտենան Տիրոջ եւ կհարցնեն, թե ուր գուզեր զատկական ընթրիգը ճաշակել իր աշակերտներուն հետ։ Նախքան մանրամասնության անցնելը, նախ վերհիշեցնեմ ցեզի, թե ինչ էր զատկվան դոնը հрьяաներուն համար, որ եբրայերենով կոչվեր Փեսախ։ Հрьяաներ, երբ Եգիպտոսի մեջ 400 տարի ըստրուկ մնացին, Աստված Մովսես մարգարեն ուղարկեց անոնց, որբեսի Մովսեսի ցերկով զանոնք դուրս բերեր Եգիպտոսի քերութենեն։ Մովսես գնաց Եգիպտոսի փարավոնի մոտ եւ խնդրեց, որ ժողովուրդը իր ժողովուրդը ազատ արձակեր։ Բայց փարավոն չընդունեց։ Աստված Մովսեսի ցերկով 10 հարվածներ փարավոնի գլխուն։ Ամեն անգամ փարավոն իր սիրտը խստացուց, երբեմն խնդրեց Մովսեսին, որ իր դիրոջ աղաչեր այդ հարվածը վերացնելու Եգիպտոսեն, խոստանալով, որ գարդոներ եբրայեցի ժողովուրդը, որ Եգիպտոսեն դուրս ելեր, սակայն երբ հարվածը գանցներ, փարավոն իր սիրտը դարձյալ կխստացներ։ Վերջին հարվածը, որ Աստված պիտի հասցներ Եգիպտոսի վրա, անտրանիկներու մահն էր։ Բոլոր անտրանիկները մարդեն մինչև անասուն պիտի սպանվեին։ Հետևաբար Աստված Մովսեսի պատվիրեց, որ յուրաքանչյուր հрья ընտանիք 1 տարեկան քառնուկը մորթեր։ Այդ քառնուկը պետք է լար ամպից մաքուր։ Անոր ովե մեկ ոսկորը պիտի չգոդրվեր, այլ եղածին պես պետք է եփվեր եւ ուդեին ընտանիքի անդամները, կոդիները մեջքին, այսին ոտքի վրա, որովհետեւ փրկություններ շուտով դուրս պիտի գային Եգիպտոսեն։ Եվ Աստված պատվիրեց Մովսեսի, որ այդ քառնուկի արյունը քսեին իրենց դան թրանտիկներուն եւ փարավորին վրա, այսինքն դան վրա, որբեսի երբ մավան ռեշտակը սադագիչը անցներ ու դեսներ արյան հետ, անցներ այդ դուներուն վրային եւ այն դուներուն վրա, ուր արյան հետ չգար, այդ դուներու անտրանիկ զավակները եւ անասունները պիտի սպաններ։ Ահա Փեսախ եբրայերենով կնշանակե անցնում, եւ որ ռեշտակը պիտի անցներ։ Եվ Մովսեսի պատվիրածին համաձայն կատարեցին հрья ժողովրդի զավակները։ Նաև երբ դուրս եկան Եգիպտոսեն, հասան Գարմիր ծովու մոտ, տեսան, որ եգիպտացի բանակները իրենց հետևեն գուքային։ Ժողովուրդը փողոքեց Մովսեսի, որ ինչ իր մեր գլխուն։ Ահա մեզ այստեղ պիտի գոդորեն։ Եվ Մովսես Աստուծո հրամանով իր ցերքի խավազանը զարգավ Գարմիր ծովու ճուրերուն, եւ ծովը երկուքի բաժնվեցավ, եւ ցամաքի պես ժողովուրդը անոր մեջ անցավ։ Ու երբ փարավոնին զորքերը անոնց յետևեն ուզեցին հալածել եւ իրենք ալ մտան այդ ցամաք դարձած ծովու մեջ, Մովսես դարձյալ իր ցերքի խավազանը զարգավ, հարվածեց ճուրերը եւ ճուրերը փակվեցան եւ խեղտամահ եղան փարավոնին զորքերը։ Ահա այս անցումներում մասին է զատկվան դոնը հрьяաներուն եւ անոնք մինչեւ այսօր իրենց դուներու մեջ զադիկ կդոնեն։ Սակայն մեկ դարբերությամբ, որ երբ 70 թվականին Երուսաղեմի դաջարը ավերվեցավ, այլևս քառնուկ չեն գտնար մորթել, որովհետև պետք է այդ քառնուկները մորթեին դաջարին մեջ։ Ահա Հիսուսի ժամանակներուն այս սովորությունը գար անշուշտ եւ 'թարեթար կշարունակվեր։
Երբ Հիսուսի աշակերտները հարցուցին ուր գուզես զատկվան քարնուգը ուդենք, ընթրիքը ջաշագենք, Հիսուս իր 12 առաքյալներեն երկուքը ուղարկեց, ըսավ. քաղաք մտեք եւ այնտեղ պիտի տեսնեք մարդը, որ գուժը ուսին դումը գմտնե։ Հետևեցեք անոր։ Այն դունը որ մտնե, դու գալ այդ դունը մտեք եւ դանդիրոջը սեք։ Վարդապետը գսե. Ուր է այն սենյակը, որում մեջ աշակերտներուս հետ ընթրիք պիտի կատարեմ։ Եվ անիկա ցեզի ընթարցակ գահավորված մեծ վերնադումը ցույց պիտի տա։ Հոմ պատրաստեցեք զատկական ընթրիքը։ Եվ ինչպես որ Հիսուս ըսած էր, ճիշտ այդպես ալ եղավ։ Թերևս ոմանք հարցնեն, բայց աշակերտներ ուրգե պիտի գիտնային, որ մարդներ, որ ուսին գուժ ուներ։ Հիշեցեք, անցյալին գիներն է, որ չուր գփոխադրեին գուժերով։ Հետևաբար այդ մարդը հadouk մարդ էր։ Աստուծո գոմե դնորինված, որ դղամարդ ըլլալով գուժ ուսին դրած դուն գմտներ։ Եվ երբ երկու աշակերտները հետևեցան այդ մարդուն ու ներս մտան, դանդիրոջ հարցուցին ուր պետք է մեր դերը իր ընթրիքը ջաշագի աշակերտներուն հետ, դանդերնալ, որ ըստ ավանդության Մարգոս Ավետարանիչի ծնողներ ցույց տվին աշակերտներուն այն վերնադունը, ուր Հիսուս ընթրիքը կատարեց։ Եվ այսօր, երբ Երուսաղեմ գերտակ, գրնակ երթալ այդ վերնադունը, որ խաչագիրներու ժամանակ վերականգնված է, հսկա վայր մներ, ուր Հիսուս իր աշակերտներուն հետ վերջին ընթրիքը կատարեց։ Երբ երեկո եղավ, Հիսուս իր աշակերտներուն հետ այդ վերնադուն հավաքվեցավ։ Գգարտանք Հովանու 10-րդ գլխու մեջ Հիսուս կսե, Ավետարանիչը նախ կսե, որ Հիսուս շատ սիրեց իրենիները եւ ուզեց այդ զատկական ընթրիքը իրենց հետ կատարել։ Անորամար Հիսուս ալսավ իր աշակերտներուն շատ փափակեցա այս վերջին ընթրիքը ցեզի հետ կատարել։ Եվ երբ նստած էին աշակերտները եւ ուրախության բահ պիտի լար, հանգարց մեծ զարմանք եղավ անոնց։ Հիսուս որպես դեր եւ արարիչ, որպես վարդապետ ու փրկիչ ելավ իր դեղեն, մեջքին կոկնոց կապեց, գոնքը արավ, փարչ արավ ճուրի եւ մոտեցավ աշակերտները մեկուն ու սկսավ անոր գոշտացած ու փոշոտ ոտքերը լվալ։ Երբ ավարտեց առաջինին, անցավ երկրորդին, երրորդին, չորրորդին, աշակերտները զարհուրեցան, զարմացան, ինչպես կրնալալ, որ իրենց դերն ու փրկիչ արարիչը ծարայի գերբարանքով իրենց ոտքերը գլվա։ Բոլորին փերանները բաբանցեցան։ Անցյալին սովորություն էր սիրելներ, որ երբ հյուրմը ուրիշիմը դուն գայցել էր, դան դիրոջ ծարան կամ դամ փոքրիկը գլվար անոնց ոտքերը։ Անցյալին ջամփաները գեղդոտ էին, մարդիկ ընդհանրապես փոբիկ էին, միայն իրենց նրբանի ոտքի դագի բաժինը ծածկած գլային սանդալովը։ Հետևաբար այդ փոշոտ գոշտացած ոտքերը լվալը սովորություն էր հрьяաներու մեջ, բայց անիկա կկատարեին դամ փոքրերը, ինչպես ասի մեծավորներուն կամ ըստրուգները իրենց դերերուն։ Ահա դերը Հիսուս ինք խոնարեցավ աշակերտներուն ոտքերը լվալու։ Եվ այս ոտեն լվան, որ ամեն տարի քրիստոնեական եկեղեցիները կկատարեն եւ մեր եկեղեցու մեջ սկանչելի գերբով նույն այս խորհուրդը որ կգրտնվի, այսօր եթե սիրելներ գրոնավորներ դեսական ցևով, այսպես հոգևոր թատրոնի ցևով կկատարեն, բայց Հիսուս որպես թատրոն չկատարեց, այլ ինչպես Եփեսացիներուն ներողություն Փիլիպեցիներու նամակի 2-րդ գլխու մեջ կսվի 6-ին մինչև 11 համարներու մեջ, որ Հիսուս
իր աստվածային փառքը երկնքի մեջ թողեց, ցկեց եւ ծառայի գերբարանքը ստացավ։ Ծառայի գերբարանք ինք դերն ու արարիչն էր։ Խոնարեցավ մինչև աշակերտներուն ոտքերուն եւ սկսավ լվալ։ Աշակերտները ինչպես ասի բաբանցեցան, զարուրեցան։ Անոնց մեջ միակ համարցակախոսը, որ մշտապես խոսողն էր, խումբի խոսնակն էր, Պետրոս Արաքյալն էր։ Երբ Հիսուս մոտեցավ Պետրոսի ոտքերը լվալու, Պետրոս ասավ. «Դեր, թուն իմ ոտքերս պիտի լվաս»։ Եվ Հիսուս Պետրոսի ասավ. «Պետրոս, հիմա ինչ որ ես կնեմ, թուն չես հասկնար, բայց հետո պիտի հասկնաս»։ Եվ երբ Հիսուս բռնեց Պետրոսի գոշտացած ոտքերը, փոշոտ ոտքերը, որբեսի լվար, Պետրոս ոտքերը անմիջապես քաշեց Տիրոջ ցերկեն եւ ասավ. «Անկարելի է դեր, որ դու իմ ոտքերս լվաս, այլ ես քո ոտքերդ պետք է լվամ»։ Պետրոս իր սերեն մղված այդ խոսքը ասավ, բայց Հիսուս անոր ասավ. «Պետրոս, եթե ես քո ոտքերը չլվամ, թուն ինձի հետ մաս եւ բաժին պիտի չունենաս»։ Եվ Պետրոս ըսկաց Հիսուսի խոսքին ծանրությունը, լրջությունը եւ ասավ. «Դեր, եթե ոտքերս լվալը կարևոր է, որ ես քո հետ մաս եւ բաժին ունենամ, ամենտեղ, ապա ոչ միայն ոտքերս լվա դեր, այլ ցերքերս լվա, գլուխս լվա»։ Եվ Հիսուս ասավ. «Ցերքերն ու գլուխը մաքուր են, ոտքերն են որ գերդոտ են։ Եվ դուք մաքուր եք ասա, բայց ոչ ամենքդ, որովհետև Հիսուս գիտեր, որ շուտով հութան պիտի մատներ զինք»։ Եվ Հիսուս բոլորին ոտքերը լվալի ետք այսպես էլեկտրական մթնոլորտ մգար վերնատան մեջ։ Հակառականոր որ պետք է ուրախությունը լար, ցայն զբդուն չգար։ Եվ Հիսուս երբ իր դեղը փասմեցավ, դարձավ իր աշակերտներուն ասավ. «Դուք զիս դեր ու վարդապետ կգոչեք եւ ճիշտ կնեք։ Եթե ես դերս ու վարդապետս ծեր ոտքերը լվացի, որպես խոնարհության օրինակ, ապա նույնը կպատվիրեմ ցեզի, որ իրարու ոտքերը լվաք։ Ոտն լվայի առողությունը, որ դերը կատարեց, երկու բանի խորհրդանիշ էր. խոնարհության ու սիրո։ Սիրելի քույրեր, եղբայրներ, ճշմարիտ քրիստոնյան ճշմարտապես պետք է խոնար ըլլա ու ճշմարիտ սեր ունենա։ Այս երկուքեն որքան հերու ենք մենք շատերս, ըլլանք եկեղեցականներ, հոգևորականներ, թե ըլլանք բարշարկային հավատացյալներ։ Այո, դժբախտաբար սիրելիներ, մենք շատերս անունով քրիստոնյա ենք։ Եկեղեցվո ղեկավարներ իրար գադեն, բայց միության շաբաթ ստեղծած են, որ միության համար իրարու կովկովի գուքան։ Բայց ի հոգևորս միության մեջ չեն։ Հավատացյալներ, հավատացյալ գուզեն ծևանալ, սակայն իրարու հանդեպ սեր չունին։ Այո, եկեղեցիներու մեջ ոդնլվայի սքանչելի առողություն կգադարվի այսօր, բայց հաջող անիգա թադրոն եղած է, նկարվելու համար եղած է։ Մարդիկ այդ խորհուրդը գործընծուցած են, որուն յետին Հիսուս խոնարհության ու ճշմարիտ սիրո հասկ ուտա։ Ահա սիրելիներ, Հիսուսի աշակերտները շարունակեցին Հիսուսի այդ օրինագով ապրել, խոնարհությամբ ու սիրով եւ լվալ մարդոց ոտքերը։ Երանի թե այսօր մենք ալ կարողանայինք նույն այդ հոգիով, խոնարհությամբ իրար ներել, ներումը լվացում է։ Իրար սիրել, որ Հիսուս ասավ, սիրեցեք իրար ինչպես որ ես ձեզ սիրեցի։ Զողության սիրով, ընտանիքներ,
այրուգին իրար սիրեն ճշմարիտ սիրով, սերը չարներ, սերը գուդա, սերը գխոնարի, սերը գզիչի։ Եվ այդ ընթրիքի ժամանակ, ուրեմն սիրելիներ, երբ որ Հիսուս նստած էր եւ ոտեն լվան կատարեց, ապա Հիսուսի սիրտը դրտմած էր, խրովքի մեջ էր, դարձավ եւ իր աշակերտներուն ասավ. «Ցեզ մեկը զիս պիտի մատնե»։ Արդեն աշակերտները դեսներով իրենց դերն ու վարդապետը իրենց ոտքերը լված, արդեն զարհուրեցան, արդեն սարսափեցան, որ ինչ կպատահի։ Հիմա ավելի սարսափելի խոսք մը գսեր Հիսուս. «Ցեզ մեկը զիս պիտի մատնե»։ Եվ բոլորն ալ վախի սոսկումի մեջ էին, շվարած վիճակի մեջ, եւ մարդկայինորեն այդ դգարության մեջ սկսան հարցնել Տիրոջ. «Դեր միթե ես եմ, միթե ես եմ»։ Սատանան, որ հութայի մեջ մտածեր, խաբեբայական ցևով, որբեսի հայտնի չներ, որ ինքն էր, որ մատնած էր իր վարդապետը մեկ օր առաջ, ու պիտի մատներ Գեթսեմանի բարձի մեջ ամփոխի ցերկը, ինքն ալ գտարնա Հիսուսին գսե. «Միթե ես եմ»։ Եվ Հիսուս գսե անոր թունը սիր։ Աշակերտները այդ շփոթի մեջ, այդ խոսակցության մեջ չեն լսեր այս մեկը։ Եվ Պետրոս Հովանեսին աչքով, հունքով նշան գնե, որ հարցներ Հիսուսի, թե ով պիտի մատներ զինք։ Հովանեսը Հիսուսի ամենեն փոքրիկ աշակերտն էր եւ ամենեն սիրելի աշակերտն էր եւ Հիսուսի գողքն նստած էր։ Հետևաբար իր գլուխը խոնարեցուց Հիսուսի սրդին եւ հարցուց. «Դեր ով պիտի մատնե քեզ»։ Եվ Հիսուսը ասավ. «Ան, որում որ բադարը թաթխեմ ու դամ, անիկա պիտի մատնե ինձի»։ Եվ Հիսուս հացի բադարը արավ ու թաթխեց թացանին մեջ ու դվավ հութային։ Եվ Հովանես գիտավ, որ հութան էր, բայց արտոնություն չուներ, որ ցայն հաներ։ Իսկ մյուս աշակերտները չիմացան, ինչու չիմացան, որովհետև հին սովորություն էր, որ տանտերը իր հյուրին, բադվական հյուրին, իր ցերկով բադարը գտածեր գուտար։ Ինչպես այսօր, երբ մեկը հյուրընկալն է եւ հյուրընկալի հյուրը իր ցերկով բադարը գտնե հյուրի բնակին մեջ։ Հիսուս ուզեց արժեք տալ հութային, որ անդրադառնար հութան։ Հիսուս նույնիսկ ոտքերը լվաց անոր, բայց անիկա գուրցած էր այլևս, սատանան գուրցուցած էր անոր սիրտը։ Եվ հութա իմացավ Հիսուսի աչքերեն, որ Հիսուս ամեն ինչ գիտեր, եւ այլևս չէր գնար հութանով մնալ։ Եվ Հիսուս հութային դարձավ ու ասավ. «Ինչ որ պիտի անես, աջաբարե շուտերը»։ Եվ ահա հութան դուրս ելավ, սատանան իր սրտի մեջ, եւ Հովանես Ավետարանի չկսե եւ քիշեր էր։ Հութային սիրտը քիշեր էր, խավար էր։ Բոլոր անոնք, որոնք Հիսուսը ճունին իրենց սրտի մեջ, քիշեր է։ Ինչպես որ սիրելիներ, լուսինը, եթե արևեն հերանա, եթե փրթի իր գաբը արևեն, խավարի մեջ պիտի մնա լուսինը։ Ինչպես որ լուսինի մեկ կողմը խավար է, որտեղ մեկ երեսը արևուն է, այդպես ալ սիրելի քույրեր եղբայրներ, ան որ ինքզինք Հիսուսեն գգդրե, խավարի մեջ կմնա, սատանայի իշխանության տակ կմնա։ Եվ աշակերտները գարձեցին, որ հութան քնած, որբեսի զատկվադոնին արիթով աղքատներուն բարեգործություններ խումբին անունով։ Մինչդեռ հութան քնած քահանայապետներուն մոտ, ավակ քահանաներուն մոտ, որբեսի մատներ Հիսուսը, թե Հիսուս Գեթսեմանի բարձի մեջ գտնվի, որտեղ շատ լավ գիտեր հութան, որ Հիսուս միշտ երբ Պետերանիա չերթար, Գեթսեմանի բարձի մեջ կհավաքվեր իր աշակերտներուն հետ։ Ահա սիրելիներ, հութային մեկնելեն ետք Հիսուս արավ հացը, գոհություն հայտնեց Աստուծո, գդրեց,
օրտնեց, գդրեց, իր աշակերտներուն տվավ եւ ասավ. Արեք, գերեք, ասիկա իմ մարմինս է։ Աբա Հիսուս փաժագը առավ, օրտնեց, գոհություն հայտնեց Աստուծո, տվավ իր աշակերտներուն եւ ասավ. Արեք, խմեցեք ասկե, ասիկա նոր ուխտի համար կնքված իմ արյունս է, որ գհեղու գտապվի շատերու մեղքերու թողության համար։ Ահա այստեղ է, որ Հիսուս հաստատեց Սուրբ հաղորդության խորհուրդը։ Եվ մենք Հիսուսի այդ բարերը կգրտնենք բادرակիչը Սուրբ բادرակի ընթացքին։ Ամենամեծ խորհուրդն է, սիրելներ, որ Տերը մեզի տվավ։ Նոր ուխտը։ Եվ քանի որ նոր ուխտ հաստատվեցավ, ուրեմն հին ուխտը գար։ Հին ուխտը Մովսեսի ցերկով դրվեցավ։ Եվ սակայն Եզեկիելի մարգարեին բերնով Աստված ասավ. Ես նոր ուխտ պիտի հաստատեմ իմ ժողովրդիս հետ։ Եվ Հիսուս եկավ ասավ. այս է նոր ուխտը։ Հիսուս իր մարմին եւ արյունը տվավ մեզի համար։ Զոհեց, որբեսի մենք մեղքերու քավություն ունենք։ Եվ Տերը ասավ. իմ հիշադակիս համար գդարեցեք զայն։ Անորամար Սուրբ բادرակը քանի անուններով կգոչվի։ Կգոչվի դերունական ընթրիք։ Սիրելի քույրեր եղբայրներ, եթե մեկը ցեզի ընթրիքի հրավիրե չգերտար, իսկ ընթրիքի ժամանակ ցանցույթ գծուցաբերեք, ոչ։ Ինչպես կրնալար, որ Սուրբ բادرակի մասնակցիկ ու ցանցրանակ։ Անիկա դերունական ընթրիք է։ Դերը ինքն է հյուրընկալողը, դերը ինքն է ընթրիքը, դերը ինքն է, որ ինք զինք կնվիրե։ Անորամար նաև կգոչվի բادرակ, այսինքն ընձայում։ Երբ դերը գնձայվի, ուրիշ եկեղեցիներ զայն կգոչեն ղուրբան, որ կնշանակե ընձա, բادرակ, նվեր, զոհ։ Դերը մեզի ղուրբան եղավ, ընձայվեցավ, զոհվեց իր անձը մեզի համար։ Բادرակը նաև կգոչվի քոհապանություն, Էվխարիստիա հունարենով, որ կնշանակե քոհություն, որտեղ քոհության բادرակ էր։ Եվ մենք միշտ քոհություն կհայտնենք։ Ամբողջ մեր բادرակը կսկսի այդպես օրտնյալ թակավորությունն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո։ Գերքենք համենայնի օրտնեմ կսկես, քովեմ կսկես, քոհանամ կսկեն։ Գերքենք վերջավորության քոհանամ կսկեն դեր, քոհության բادرակ է։ Բادرակը նաև նոր ուխտ է, ուխտի բادرակ է։ Ադորամար կգոչվի ուխտի բادرակ, որտեղ Քրիստոս նոր ուխտ հաստատեց մարդկության հետ, իր անձը զոհելով։ Բادرակը նաև սիրելիներ հաղորդություն է, Քրիստոսի հետ հաղորդակցիլ է, որտեղ Հիսուս ըսավ Հովանու Ավետարանի 6-րդ գլխու մեջ. ով որ մարմինս կուտե եւ արյունս կխմե, իմ մեջս կփնագի եւ ես իր մեջ։ Ահա Սուրբ բادرակը խորհուրդ է։ Եվ մեր եկեղեցվո հայրերը սկանչելի գերբով քրած են այս Սուրբ բادرակի առողությունը, երկերը, շարականները, աղոթները, եւ առաջին երկը, որ բادرակը կսկսի, Խաչադուր Վարդապետը քրած է, կսկսի ինչ բարերով՝ խորհուրդ, խորին, անհաս, անսկիզբն։ Բادرակը խորհուրդ է, խորունկ խորհուրդ է, անհաս, այսինքն չհասնող, անհասկանալի, անբացատրելի է եւ անզգիստ, զգիստը չունեցող է։ Քրիստոս մեկ անգամ միշտ զոհվեցավ մեզի համար։ Եվ ահա Հիսուս Սուրբ բادرակի խորհուրդը հաստատել է յետք, դարձյալ իր աշակերտներուն ասա, որ շուտով պիտի մատնվեր, անօրեններու ցերկը պիտի խաչվեր։ Եվ Հիսուս ասավ. պիտի լքեք զիս ու հերանաք։ Եվ Պետրոսն էր, որ ասավ. դեր, եթե նույնիսկ ընկերներս քեզ թողուն հերանան, լքեն քեզ հերանան, ես քու գողքիդ պիտի լամ։ Եվ եթե պետք է լա, քեզի համար ալ կմեռնիմ։ Եվ Հիսուս իրեն ասավ. Պետրոս, ակաղաղը երկու անգամ չգանչած տուն ինձ
զիս 3 անգամ պիտի ուրանաս։ Եվ Պետրոս հագարակ գմնտեր, բայց գիտենք, թե ինչ պիտի լար սիրելներ այսօր գես գիշեր ուրբաթ առավոտ, որ Պետրոս 3 անգամ դերը պիտի ուրանար։ Այս բոլորը ասել են ետք Հիսուս խոսեցավ իր վերջին խոսքերը իր աշակերտներուն եւ անիգա գոչվի վերջին գդակ։ Վերջին գդակը սիրելներ Հիսուսի վերջին խոսքերն են, ինչպես որ լերան քարոզը գար սկիզբը Մատթեոսի ավետարանի 5-6-7 գլուխները, ինչպես որ Գեթսեմանիի քարոզը գար, երբ Հիսուս խոսեցավ աշխարհի վախճանին ու Երուսաղեմի դաջարի գործանման մասին Մատթեոսի 24-25 գլուխներու մեջ, այդպես ալ վերջին գդակը գա զոր կրնակ կարդալ Հովանու ավետարանի 10-րդ գլուխեն մինչև 17-րդ գլխու մեջ։ Սիրելներ, Հիսուսի բոլոր խոսածներու մասին պիտի չխոսիմ ցեզի, որովհետև այս գիշեր եկեղեցվո մեջ ավետարանական 7 հատվածներ պիտի ընթերցվին, որ մենք ասենք 7 ավետարաններ, եւ այդ ժամանակ Հիսուսի գդակը պիտի ընթերցվի։ Բայց քանի մը կարևոր բաներ այդտեղեն դուրս բերեմ։ Առաջին Հիսուսը ասավ. «Սիրեցեք իրար ինչպես ես սիրեցի»։ Հիսուսի գդակն է ասիկա։ Երկրորդ Հիսուսը ասավ. «Գելեմ ցեզի համար դեր կպատրաստեմ ու դարձյալ պիտի կամ եւ ցեզ իմ քովս պիտի արդեմ»։ Հիսուսը ասավ. «Ցեզ որ պիտի չցկեմ, այլ քովս պիտի բերեմ»։ Երրորդ Հիսուս ինք հայտնեց, որ ինքն է ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Եվ երբ Փիլիպոսը ասավ. «Դեր մեզի հայրը ցույց տուր» եւ գպավե մեզի, Հիսուս ասավ. «Այսքան ժամանակ ցեզի հետ եղա, թեր չջանցար զիս Փիլիպոս, ով որ զիս տեսավ, հայրը տեսած եղավ»։ Աբա Հիսուս խոսեցավ, թե ինքն է որդադունգը եւ մենք ջուղերն ենք, հայրը մշակն է, եթե Հիսուսի միացած մնանք, բդուղ պիտի տանք։ Հինգերորդ Հիսուս խոսեցավ Սուրբ Հոգի քալուստի մասին եւ զայն գոչեց մխիթարիչ։ Եվ ասավ իր աշակերտներուն. «Լավ է որ ես ելեմ, որբեսի մխիթարիչը կա ու ցեզի հետ պիտի մնա եւ անցեզի պիտի ուսուցանե, սորվեցնե, հիշեցնե եւ առաջնորդե»։ Եվ ահա Սուրբ Հոգին է, որ մեր մեջն է այսօր։ Վեցերորդ Հիսուս խոսեցավ, թե իր խաղաղությունը գթողու, իր խաղաղությունը, որ աշխարհի խաղաղությունեն տարբեր է։ Եվ ասավ. «Մի խռովիկ եւ մի վախնակ»։ Քրիստոնեական եկեղեցին այս աշխարհի մեջ շատ խռովություններ պիտի տեսներ եւ պիտի տեսնե մինչեւ Քրիստոսի երկրորդ գալուստը, բայց Հիսուս իր խաղաղությունը թողած է մեզի։ 7-րդ Հիսուս ասավ իր աշակերտներուն, որ աշխարհը իրենց հետ պիտի վերապերի ադելությամբ։ Ասավ Հիսուս, որ եթե աշխարհը ցեզ զգադե, հիշեցեք, որ նախ զիս ադեց։ Եթե դուք աշխարհենը լայք, աշխարհը ցեզ պիտի չադեր, բայց ես ցեզ զատեցի աշխարհեն։ 8-րդ Հիսուս ասավ. շատ նեղություններ պիտի ունենաք, բայց ինչպես հղի գիմը, երբ իր երկունքի ցավեր գուներա, բայց երբ զավակ կձնի, այլևս երկունքի ցավերը գմորնա եւ ուրախություն գաբրի, այդպես ասավ Հիսուս. «Դուք հիմա գուլակ, աշխարհը ուրախ է, գխնդա, գծիծաղի, բայց այս երկունքեն յետք եւ տեսնեք զիս հարուցյալ, այդ ժամանակ դուք պիտի ուրախանաք եւ աշխարհը պիտի դարտնի»։ Եվ ադորամար Հիսուս ասավ. «Այս բոլորը սկիզբեն ասի ցեզի, որբեսի չդրտմիք, հավատք ունենաք եւ իմացեք, քաչալերվեցեք, որ ես հաղթեցի աշխարհին»։ Եվ ավարտին սիրելիներ 17-րդ գլուխը երբ կարտակ Հովանու ավետարանին, պիտի տեսնեք, որ Հիսուս քահանայապետական աղոթք կկատարե, իր հորը հետ կխոսի եւ գսե իր հորը, որ հայր փառավորե որդիդ այն փառքով, որ աշխարհի սկիզբեն ի վեր ունեի, եւ գխնդրե նաեւ, որ հայր չեմ խնդրեր, որ այս աշակերտներս եւ ինձ հետևողներս աշխարհեն վերցնես, այլ աշխարհեն չարեն բահես։ Եվ այս աղոթքը
քահանայապետական աղոթք կգոչվի, որով Հիսուս մեզ բոլորիս համար աղոթեց։ Եվ Հիսուս խնդրեց այդ աղոթքի մեջ եւ ասավ իր հոր. Հայր, ինչպես որ ես եւ դու մեկ ենք, գուզեմ որ ինձի հետևորդներն ալ մեկ ըլլան, մեկ սիրտ, մեկ հոգի, մեր մեջ։ Երանի թե այսօր եկեղեցվո բոլոր եկեղեցներու ղեկավարները վերջ տնեին այս իրարու վրա քորոզության, հբարդության, դիրաբեդության եւ Քրիստոսով մեկ դառնային, որովհետեւ թշպախտապար սիրելիներ այսօր եկեղեցվո ղեկավարները չեն ուզեր այն ինչ որ Հիսուս կուզե, որ իր հաղորդության մեկ լան, Քրիստոսի եկեղեցի մեկ լա, այլ ընդհակառակը ամեն մեկը գուզե մյուսին վրա դիրաբեդել, ամեն մեկը գուզե ինքզին ճիշտ համարել եւ իր ցևով բոլորնալ առաջնորդել։ Երանի թե մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը քրիստոնյա բոլոր եկեղեցիները մեկ դառնային Քրիստոսով սուրբ երրորդությամբ։ Ահա սիրելներ, այսպեսով գավարդի վերնադամ մեջ այս խորհուրդներու հաստատումը եւ ավարտին հոգեվոր երկեր սաղմոսներ երկեն, ընդհանրապես ուխտավորի երկեր էին 118-րդ սաղմոսը երկեին եւ ապա Հիսուս իր աշակերտներ արավ ու քնած Գեթսեմանի բարձ։ Ամբողջ գիշերը Հիսուս աղոթքով պիտի անցներ։ Եվ աշակերտները քունի պիտի անցնեին։ Հիսուս պիտի սերանոց արթուն մնացեք, որբեսի փորձության մեջ չնաք, արթուն մնացեք եւ աղոթեցեք։ Սակայն անոնք պիտի քունի անցնեին։ Հիսուս 3 անգամ անոնցքով պիտի կար։ 3 անգամ պիտի արթանցներ եւ երրորդ անգամ անոնց պիտի սեր արդեն ուշ է։ Իսկ Հիսուս իր աղոթքի մեջ պիտի խնդրեր իր հորմեն, որ հայր, եթե ուզես այս դարաբանկի բաժակը հերացուր ինձ մե, բայց ոչ թե իմ գամքս թողել, այլ քու գամքդ։ Սակայն երկինքեն հրեշտակը պիտի կար ու զորացներ Հիսուսը։ Չմոռնանք, որ գադարյալ Աստված գադարյալ մարդ էր։ Եվ ողջ աշխարհի մարդկության աթամեն սկսյալ մինչև վերջի մարդը, որ պիտի ձներ աշխարհի մեջ, այդ բոլոր մարդոց մեղքերը Հիսուսը իր վրա պիտի առներ։ Եվ ադիկա շատ ծանր բան էր, շատ պատասխանատու բան էր, որովհետև աշխարհի մեջ չկա մեկը անմեղ, ամենքս մեղավոր ենք, եւ Հիսուս բոլորիս փոխարեն իր արյունը պիտի թափեր։ Այս բոլորի մասին սիրելներ պիտի խոսիմ ցեզի վաղ ավակ ուրբաթ օրը, որովհետև այս թեփքերը, որ կատարվեցան 5 շաբթի գեսկիշերեն յետք, արդեն ավակ ուրբաթվա խորհուրդն են։ Սակայն գուզեմ քանիմը մեր եկեղեցական, մեր եկեղեցվո մեջ կատարվելիք առողջությանց մասին ցեզի դերեկություններ փոխանցել։ Ավակ 5 շաբթի առավոտ մեր եկեղեցներու մեջ կկատարվի ընտրյաց սուրբ բادرակ, այսինքն սուրբ հաղորդության խորհրդի բادرակ, փած բادرակ կլա, բادرակեն առաջ կկատարվին ջաշու ողորմյա ուրեմն ժամերկությունները, ատկե վերջը սուրբ բادرակ կկատարվի, բادرակի ընթացքին սուրբ հաղորդություն կփաշխվի, գեսորե յետք կկատարվի ոդենլվայի գարկ, ընդհանրապես բادرակիչ կամ հանդիսավար գրոնավորը ինք գսկեստավորվի եւ իր գողքին գլան 12 աշակերտներ խորհրդանշելով Հիսուսի 12 առաքյալները, սկանչելի շարականներ գերկվին, սկանչելի աղոթներ գերկվին եւ նույն ցևով սիրելներ ինչ որ կատարվեցավ վերդադան մեջ, այդտեղ կկատարի հոգեվորականը, խոնարելով աշակերտերու ոտքերուն եւ լվալով անոնց ոտքերը, գարկ մի եկեղեցներու մեջ նույնիսկ գրոնավորներ ժողովրդի զավակներ երեխաներու ոտքերը գլվան, իսկ ուրիշ տեղեր մեծահասակներու, ձերերու, փանդարգյալներու, մեղավորներու, որբեսի անդրադառնան եւ
Քրիստոսը ընդունին։ Եվ նաև սիրելիներ, ասեմ, որ այդ ժամանակ մեր եկեղեցու մեջ գարակ գործնվի, խորհրդանշելով Հիսուսի օծումը, որ երեք կատարվեցավ, եւ այդ գարակը, որ գործնվի, բժշկության համար գործնվի, որբեսի հիվանդներուն դարվի եւ հիվանդները ճաշակելով բժշկությունը ստանան։ Իսկ իրիգունը կգադարվի խավարման գիշերը։ Եկեղեցական իմաստով անիգա արդեն ավակ ուրբաթը կխորհրդանշե, բայց ավակ հինգշաբթի գիշեր կգադարվի մինչև կեսգիշեր։ Այդ ժամանակ քանի մը սովորություններ, բարեբաշխական սովորությունների մասին խոսին ցեզի, եկեղեցու մեջ վարակույրը փակ կլա, մեջտեղը դրված կլա Հիսուսի խաչելության պատկերը, պատկերին դիմաց դրված կլա մեծ մոմը սպիտակ վարած լուսավոր, այդ մոմը խորհրդանշե Հիսուս Քրիստոսը, եւ ապա այդ մոմի երկու աջ եւ ցախ կողմերը դրված կլան վեցական մոմեր, ընդհանուր թիվը 12, ցախ կողմի վերջին մոմը սև մոմ գտնեն կամ ածուխով գսևցնեն ու չեն վարեր, անիկա խորհրդանշե հութան, որ խավարի մեջ մնաց, քիշեր մնաց, մութ մնաց իր սիրտը եւ հոգին, իսկ մյուս բոլոր մոմերը գվարեն։ Ամեն անգամ որ ավետարան գընթերցվի, ավետարանի ընթերցում են ետք, ձայրեն գսկսին երկու մոմ մարել։ Ամեն մեկ ավետարանեն ետք մեկ հատ աչեն, մեկ հատ ցախեն մոմերը գմարեն։ Վեցերորդ ավետարան երբ գընթերցվի գավարդի, միան գմնա մեջտեղի մոմը, որ Հիսուս Քրիստոսն է, Փարքի Փարցունս գերկվի այդ մոմը խորան կպարսացվի, այնտեղեն ուրես մայրիմը գերկվի, եւ ապա եւ որ ուրեմն եկեղեցու բոլոր լույսերը մարած կլան, եւ Փարքի Փարցունսի վերջին դողը ձակյա ի հոգիս մերս լույս ճշմարտությանը այդ ժամանակ ուրես մայրիմեն վերջ կերկվի, քարոզեն վերջ կերկվի եւ լույսերը գվարին ու այդ մոմը դարձյալ մեջտեղ կբերվի, խորհրդանշելով, որ Քրիստոս միշտ լույսն է աշխարհին, որ երբեք չի մարիր։ Նաև սիրելիներ, արևմտահայերը սովորություն ունին 7 հանգույցներ գաբելու, բարան գաբելու։ Անիգա բացարձակ կերպով գախարտության հետ գապ չունի, ոչ ալ թլսեմ է, ոչ ալ գախարտական աստեցություն ունի։ Անիգա սիրելիներ, հին սովորություն է, թերևս քրիստոնյա ասորի եկեղեցին ուրեմն վերծված, որ սուրբ ավետարաններու 7 ավետարաններու ընթերցանության ժամանակ ամեն մեկ ավետարանին հավատացյալը մեկ հանգույց գապ կնե։ Այդ գաբը գխորհրդանշե Հիսուս Քրիստոսը, իսկ հանգույցը գխորհրդանշե, որ Տեր Հիսուս Քրիստոս թեև աշակերտներդ քեզ լքեցին ու հերացան, փախան, բայց ես կուզեմ քեզի գապված մնալ։ Կուզեմ զավակներս քեզի գապված մնան, ամուսինս, գինս, հարազատներս, ծնողքս, բարեկամներս, ազգս քեզի կգապենք Տեր, քեզի գապված մնանք, որբեսի քեզ մե երբեք չբաժնվենք։ Սակայն ըզգուշ չլա որ մարդիկ կան թշպախտապար հավատացյալներ իրենց հետ հարյուրավոր բարամ գբերեն եւ Սուրբ Ավետարանի ընթացքին փոխանակ գետրոնանալու Ավետարանի ընթերցանության վրա բարամ փաթելով գսպաղին, հանգույց կատարելով գսպաղին։ Մի ենեք այդպես։ Եթե մեկ հատ գուզեք ընել, արեք, իսկ անոր ընտանիքի անդամներուն կդանի, քաչալերեցեք, ոչ թե այդ բարամները անոնց դանելով կամ ծեր հարևաններուն կամ հարազատներուն, այլ քաչալերեցեք զանոնք, որ եկեղեցի կան եւ մասնագից դառնան այդ խավարման գիշերին բոլոր Հիսուս Քրիստոսի գադարած խոսքերուն, առողջությանց եւ Հիսուսի գրելիք դարաբանքներուն։ Քաչալերենք իրար, որ գետրոնանք ավետարանի ընթերցանության։ Այս տողլասիրներ։ Աբա հավատացյալները բարանները կգաբեն իրենց աչին կամ ցախին դարբերություն չներ եւ կբահեն մինչեւ 40 օր։ Հիսուսի երկինք համբարնալու ժամանակ համբարձման օրը կգրեն այդ բարանը, ընդհանրապես պետք է այրել, քանի որ աղոտ եղած է եւ անոր մոխիրը
թնել գաղամարի մեջ կամ ձաղգամանի մեջ, որբեսի մարդու ոտք անորած չկողվի։ Ահա ասիկ այս բոլորը ցեզի բատմեցի, սիրելի քույրեր եղբայրներ, որբեսի գիտնաք թե ավակ 5 շաբթի օրը ինչ դեպքեր բադայեցան։ Անպայմանորեն եկեղեցի կացեք, հավատքով կացեք, բաճաճ հակվածք, ծեր հերախոսները անչադեցեք եւ մինայք ժամին ինչ եղավ, այլ այս օրը սուրբ օր է, այս ավակ շաբաթը սուրբ շաբաթ է, այս ավակ շաբթվան ընթացքին Հիսուսի հետ ապրենք, չհորանչենք, աշակերտներու մեջ չքնանանք, այլ Հիսուսի խոսքը մշտապես մեր ականջներու մեջ հնչե, որը սավ, արթուն մնացեք եւ աղոթեցեք, որբեսի փորձության մեջ չինանք։ Արթուն մնանք, սիրելներ։ Շատ պետք ունի այսօր մեր ազգը արթուն մնալու։ Պետք ունենք մենք անհադաբես եւ որպես ընտանիք արթուն մնալու։ Մեղքերը գշատնան, սատանան գզորանա, արթուն մնանք, աղոթենք մեր ազգին համար, քրիստոնյա ողջ աշխարհին համար, մեր pedagogical համար, մեր եկեղեցու համար, մեր փանագին համար, մեր քերեվարված զավակներուն համար, մեր նահատակ զավակներուն համար, մեր ընտանիքներուն համար, մեր շրջապատին համար, մեր անձին համար, որբեսի մեղքի մեջ չինանք։ Հետևաբար եկեք եկեղեցի հաջախենք եւ Աստծո խոսքով զորանանք ու Քրիստոսի հետ գալենք, որբեսի Գողգոթայեն յետ հասնենք հարության։ Աստված ցեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ ավակ 5 շաբթի ձեր բոլորին։